պարոն Ծառուկյանին ձերբակալեցին, տեղափոխում են Քնչական մարմին, այնտեղից էլ դատարան, կալանքի միջնորդություն ներկայացնելու դատարան, կալանքի համար։ Մեծ հաշվով սա է, մեղադրանքները շատ ծիծաղալու եւ աբսուրդային են, խարդախության օժանդակություն եւ փողերի լվացման օժանդակություն, այսինքն մենք շատ մանրամասների մեջ ենք ներկայացնում, բայց ընդհանուր առմամբ այնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ կապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, այս դեպքում իրեն վերածել են նվաճալի, խոսքը գնում է հայ-իրանական համատեղ առևտրային պալատա ստեղծվել, Ծառուկյանը փորձել է նպաստել, որպեսզի Հայաստան-Իրան հարաբերությունները լուրջ զարգանան առևտրային եւ այս առումով նաեւ պետական մակարդակով այնտեղից ցուցադրություններ ընտրել իրենց կազմակերպությունները, որոնք այստեղ մասնակցեն եւ հիմնվի այդ համագործակցության համար համապատասխան կազմակերպությունները, այսինքն լուրջ ներդրում արել այդ միջպետական հարաբերությունների զարգացման առումով, բայց այդ ընթացքում Իրանի որոշ քաղաքացիներ որոշակի չարաշահումներ են թույլ տվել եւ դրա հետ կապված նաեւ այստեղ հաղորդումներ կան ներկայացած նրանց դեմ, բայց քանի որ իրենք էլ օգտվելով իրենց հնարավորություններից Իրանում են համապատասխան հաղորդումներ տվել, այնտեղի նյութերը ուղարկել են այստեղ եւ չգիտենք ինչի մեր իրավասու մարմինները պետական հիմք են ընդունել իրանական կողմի որոշակի նյութեր եւ դրա հիման վրա որոշել են, որ պետք է Ծառուկյանին վերածեն մեղադրելի, այն դեպքում, երբ որ այստեղ ասում են նրա մասնակցության կազմակերպությունը եւ պետք է տուժող ճանաչվեր։ Հիմա այս տեսանկյունից մեր համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքացու շահերը եւ այնպիսի իրադրությունում, երբ որ միջպետական հարաբերությունների զարգացման համար այս բոլոր գործողությունները կատարվել, փոխանակի քաղաքացու շահերը պահպանվի, այս դեպքում ի վնաս է լինում եւ դա հասկանալի է, որ խոսքը այս դեպքում քանի որ Ծառուկյանի մասին է, դրա համար այս գործողությունները կատարվեցին։ Ինչի կատարվեցին, որովհետեւ ուղիղ հայտարարություններ եղան, սպառնալիքներ եղան, որ Ծառուկյանի հետ կապված նման գործողություններ լինելու, ավելին հենց այս ընթացքում, երբ որ այս գործողությունները կատարվում էր, իշխանության որոշ ներկայացուցիչներ հպարտանում էին, որ տեսակ ասեցինք ու արեցինք։ Այսինքն սա քաղաքական, այսպես պրոցեսների ենթատեքստում եք տեսնում, ասում եք իրավական հիմքեր ընդհանրապես չկան։ Մենք ասենք թե չասենք քաղաքական, բոլորը տեսել եք, թե ինչպես է հրապարակային հանձնարարվել, թե ինչ պետք է արվի Ծառուկյանի հետ կապված, նրա գույքերի հետ կապված, ունեցվածքի հետ կապված, այսինքն դա պարբերաբար ասվել է, ընդ որում ասվել է, հիմա էլ ասում են ասեցինք ու արեցինք։ Եվ գիտեք մի բան էլ ասեմ, այսինքն ինչ է ստացվում, ստացվում է, որ բոլոր քնչական մարմինները, հարկային մարմին, դատախազություն, բոլորը սպասում էին, որ այսօր նույն ժամին բոլորը միաժամանակ սկսեին գործողություններ կատարել։ Այսինքն սա ուղիղ նշանակում է, որ մի կետից հրահանգ է եղել, այլապես 19 թվականին, 20 թվականին, 22 թվականին, 24 թվականին հարուցված ինչ-որ գործերով, այսօր չէր որոշվում, որ մի անգամից տարբեր մարմինների վարույթներում գտնվող բոլորը մի անգամից ակտիվանում են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։